Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ տեղափոխվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 3 ժամում շտապօգնության 3 խումբ է ժամանել, բայց ոչ նրա համար։ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գյումրիի քաղաքապետարան մտնելուց 6 ժամ անց է դիմակավոր ԱԱԾ-ականներին հաջողվել շենքից դուրս բերել եւ իրենց հետ տանել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Կաշառքի գործով եւս 6 ձերբակալվածի մասին է հայտնում հակակոռուպցիոն կոմիտեն։ Եթե մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է դադրի ու ձերբակալվի, դա Նիկոլ Փաշինյանն է։ Գյումրիի ընտրված քաղաքապետին աջակցություն հայտնելու համար հազարավոր քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի մոտ, որը պաշարած աննախադեպ քանակի ուժայինների հետ պարբերաբար բախումներ են եղել։ 23 մարդ է տարվել համայնքային ոստիկանություն։ Ամբողջ Երևանը շատ արի եկել են։ Դուք թասիվ չունեք, դուք հայ չեք։ Գյումրիի քաղաքապետարանը ուժայինների հեռանալուց հետո ջարդուխուրդ եղած դռներ ու պատուհաններ ՔՊԱ-ական իշխանությունը փորձում է ջարդել ընդդիմադիր քաղաքապետ ընտրած Գյումրիի դիմադրությունը։ Ոտքով դուռը կոտրում էին եւ այդտեղից փախցրեցին կովիդ ասած տարան քաղաքապետին ուղղակի գողացան։ Քաղաքական հաշվեհարդար Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընդդիմությունն այսպես է գնահատում կատարվածը եւ նկատում, որ Ղուկասյանին քաղաքական ու հանրային դաշտից դուրս շպրտելու Փաշինյանի հայտնի հայտարարությունից 20 օր անց են իրավապահները գրոհել Գյումրին։ Չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավորն է, եւ դատախազն է, եւ քննիչն է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռը նստած մարդ։ Հայլուրը ամփոփում է հոկտեմբերի 20-ը ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ այսպես Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ավելի քան 3 ժամ առաջ Ղուկասյանին այնտեղ են տարել։ Երեկոյան 3 անգամ շտապօգնության խումբ է գնացել հակակոռուպցիոն կոմիտե։ Չնայած ենթադրություններին, որ հենց քաղաքապետ Ղուկասյանի համար են բժիշկներ կանչել, փաստաբանն ասել է, որ շտապօգնությունը նրա համար չի գնացել։ Չնայած ինքը Ղուկասյանը եւս ճնշման խնդիր ունի եւ առավոտյան չի հասցրել խմել դեղերը։ Փաստաբանը նաեւ հայտնել է, որ Ղուկասյանը չի ընդունում իրեն ներկայացվող կաշառք պահանջելու մեղադրանքը։ Նա նաեւ արձագանքել է քննչական մարմնի հրապարակած ձայնագրությանը, որտեղ գումարի մասին ինչ-որ խոսակցություն է վերագրվում Գյումրիի քաղաքապետին։ Ըստ փաստաբանի այդ ձայնագրության մեջ խոսք չկա կաշառք պահանջելու մասին։ Դուք լսել եք նախաքննական մարմնի ձայնագրությունը, դա իր ձայնն է, ինքն է կաշառվեց, խոսել եք։ Այնքանով իշքանով հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որը պես նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Այդու մեկ հստակեցում, այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի։ 24 թվականի համայնքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ էլ 25 թվականի փետրվարին ՔՊ-ի տեխնացիային կամ պաշտոնակադային հարցեր, ինչու է նման բաներ տեղի ունեցել։ Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը չի հավատում հրապարակված ձայնագրության իսկությանը։ Ղուկասյանը հո երեխա չի, ինքը շատ լավ գիտի, ՔՊ-ի հսկողության տակ է, հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողներին ասել է Մանուկյանը։ Ես չեմ հավատում պարոն Ղուկասյանից կաշառքի մասին խոսակցություն անգամ, որովհետև պարոն Ղուկասյանը բոլոր խոսակցությունների ժամանակ ապարատին ասում է, որ չփորձեք։ Դե պարոն Ղուկասյանը հո երեխա չի 2 տարեկան, ինքը շատ լավ գիտի, որ ԿՊ-ի հսկողության տակ նման բաներ ով կանի, չկա դենց բան, կալանավորեն, չեն կալանավորի, մենք գործընթաց ունենք անելու։ Առանց քաղաքապետ Գյումրի կկառավարեք։ Կփորձենք Գյումրին կառավարել, քաղաքապետն էլ արագ կազատվի։ Րոպեներ առաջ հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալուց հետո Վարդան Ղուկասյանի փաստաբանը լրացուցիչ մանրամասներ է հայտնել Գյումրիի քաղաքապետին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Արամայիս Հայրապետյանի պնդմամբ հրապարակված ձայնագրությունը տարբեր խոսակցություններից կտրված, կպցված հատվածներ են, որոշ նախադասություններ անգամ չեն լսվում։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ռեպորտաժի, կաշառքի այս գործը վերաբերում է ինչ-որ ապօրինի շինություն օրինականացնելուն, մինչդեռ ըստ փաստաբանի առնվազն 20 տարի առաջ Գյումրիում դադարեցվել է ապօրինի շինությունների օրինականացումը։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է,
որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել։ Այդ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Իրավապահները այս պահին խուզարկում են Վարդան Ղուկասյանի գրասենյակը, մի քանի տասնյակ ոստիկաններ, քննիչներ են հավաքվել գրասենյակի մոտ։ Տարածված կադրերում երևում է, որ Վարդան Ղուկասյանի աջակիցները նույնպես հավաքվել են գրասենյակի մոտ։ Նրանք իրավապահներից հետաքրքրվել են, թե ինչ են փնտրում քաղաքապետի գրասենյակում, սակայն ոչ քննիչները, ոչ ոստիկանները հարցերի չեն պատասխանել։ Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ, համոզված է ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը։ Այսօր երեկոյան ընդդիմադիր ամենամեծ խմբակցության տարածած հայտարարությունը մեջբերեմ ամբողջությամբ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրիի եւ համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետությունում վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը ապացուցում են, որ գործող իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը։ Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրության մասին։ Այսօր այդ մտադրությունը վերածվեց բռնի գործողության։ Հիշեցնենք, որ ԿՊԱ-ական իշխանությունները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանավորել էին Վանաձորի, Բերդի, Գորիսի եւ այլ համայնքների ընտրված ղեկավարներին։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն։ Մենք դատապարտում ենք ժողովրդավարության հիմքերի դեմ հերթական հարձակումը եւ դիմում միջազգային կառույցներին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին անմիջապես արձագանքել ժողովրդավարության դեմ իրականացվող համակարգված արշավին։ Մենք սատարում ենք գյումրեցիների մեծամասնության իրենց ընտրությունը պաշտպանելու իրավունքը եւ կոչ ենք անում Գյումրու ավականու անդամներին համախմբվել եւ թույլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազավթումը։ Հորդորում ենք Հայաստանի քաղաքացիներին ամենուր մերժել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղեք, այդ պատերազմում նա պարտվելու է, կարդում ենք Հայաստան խմբակցության տարածած հաղորդագրությունում։ Նիկոլ Փաշինյանը վրեժ խնդիր է լինում գյումրեցիներից հանրապետության երկրորդ քաղաքում ԿՊԱ-ական իշխանությունը տապալելու եւ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար։ Այս համոզմանն են հազարավոր գյումրեցիներ, որոնք ցնցված են ուժայինների այն աննախադեպ մեծ քանակից, որ այսօր տեսել են իրենց քաղաքի կենտրոնում։ Ոստիկանական գրեթե բոլոր ստորաբաժանումների ու ԱԱԾ-ի բազմաթիվ ծառայողներ 6 ժամ լարվածության մեջ են պահել Գյումրին։ Ուժայինները Շիրակի մարզկենտրոն էին գնացել ձերբակալելու ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանին եւ քաղաքապետարանի եւս 7 աշխատակցի։ Կաշառքի գործի մասին է հայտնում հակակոռուպցիոն կոմիտեն, ինչպես արդեն նշել ենք։ Շատ գյումրեցիներ համոզված են, որ քրեական գործը շինծու է, իրականում քաղաքական հետապնդման է ենթարկվում իրենց քաղաքապետը։ Ի աջակցություն Վարդան Ղուկասյանի այսօր առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել Վարդանանց հրապարակում, որտեղ ընդհարումներ, բախումներ են եղել իրավապահների հետ։ Գյումրիից Ալեքսանդր Սարգսյանի եւ Հենրիկ Համազասպյանի ռեպորտաժը ներկայացնում է Ալբերտ Սերոփյանը։ Քաղաքապետարանի հետնամուտքի դուռը կոտրելով դիմակավոր ԱԱԾ-ականները արագ դուրս են բերում Վարդան Ղուկասյանին գրեթե 6 ժամ տևած քննչական գործողություններից հետո։ Քաղաքապետին վազելով սև մեքենան են նստեցնում, շտապ հեռացնում Գյումրիի կենտրոնից։ Ղուկասյանին բերման ենթարկելու պահին քաղաքապետարանի նկուղի դռնից դուրս են բերում քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Պարոն Գասպարյան, հիմա չէ։ Նրան ու քաղաքապետին հակակոռուպցիոն կոմիտե են տանում։ Վարդան Ղուկասյանին եւ Հենրիկ Գասպարյանին դուրս բերելուց առաջ քննիչներն արգրավված համակարգիչներ ու փաստաթղթեր էին հանել քաղաքապետարանի շենքից։ Քաղաքապետարանի բակում լարվածությունը գագաթնակետին է հասնում Վարդան Ղուկասյանին տանելու պահին։ Քաղաքացիները փորձում են թույլ չտալ, որ քաղաքապետին նստեցնեն իրավապահների մեքենան։ Բախվում են ուժայիններն ու Ղուկասյանի աջակիցները։ Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներն են փորձում հանդարտեցնել բորբոքված գյումրեցիներին։
Պարոն Հակոբյան, բերման ենթարկվածներ կան արդեն։ Չգիտեմ դեռևս։ Վարդան Ղուկասյան։ Տեղյակ չեմ։ Դուք եք ղեկավարում Տեղյակ չեմ։ Ես ապավել եմ հասարակական կարգ։ Կարմիր բերետավորները ցուցարարների շարքերից սկսում են հանել ու համայնքային ոստիկանության բաժիններ տանել ակտիվ ցուցարարներին։ Նրանցից մի քանիսին տապալում են գետնին, համարյա խեղդում։ Քսաներեք մարդու են բերման ենթարկում կարմիր բերետավորները։ Ըստ քննչական կոմիտեի վարույթ է նախաձեռնվել զանգվածային անկարգություններին մասնակցելու արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Բերման ենթարկվածներից մեկը մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանն է, որ որպես իրավապաշտպան առավոտյան գնացել էր քաղաքապետարան։ Գյումրեցիները հանդարտվում են, երբ քաղաքապետի ազգականները հորդորում են դադարեցնել անհնազանդության գործողություններն ու շարժվել Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Ամոթ էր մեռնիմ քեզի սա հրաբարագը փագին, ասկան կարդաբալետ ու ցվետներին, այն փուկետները գլխակները քաշել են լիպճիգի պես, կնենք մարդու տարուսիկ զայլեին գլխաներին։ Ու Կարոտոյ տաղը խաղային, պտոս մեջի բալկոնին է ժողորդի վաղը քաշե դուխով, ժողորդ է չապետարես թաշին։ Ժողովուստը թուլ չեր տալիս, ընդրել էր իր քաղաքապետին, սիրում էր իր քաղաքապետին, սիրում էր իր հայրենիքի պաշտպանին, իր հայրենասեր, ժողովրդասեր, չէր թույլ տալիս։ Վարդանանց հրապարակը մարդկանցով լցվել էր առավոտյան ժամը 10-ից, երբ հայտնի էր դարձել, որ աննախադեպ քանակի ուժայիններ են ժամանել Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին տանելու։ Շարքի արի եկել են, դուք թասիվ չունիք, դուք հայ չեք, դուք ինչ ազգ եք, ինչից եք սերմանված, ամա չեր, են մե պաշտոնի համար, կարելի են սկան ստորանալ, սկան, մեր խեգավարը, ուրիշ պետությունների խեգավարների դեմ կստորանա, ժողովրդին այսպես կստորացնեն։ Եթե մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է դադարի ու ցեշպակալվի, դա Նիկոլ Փաշինյանն է, Պետական Դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, որը 5 միլիարդով ծախեց Արցախը, Նիկոլ Փաշինյանը, որը ծախեց Հայաստանի հողերը, Նիկոլ Փաշինյանն է, որը ազգային ժողովի ամբիոնից ձեր է առնում ամբողջ հայ ազգին։ Նիկոլ Փաշինյանն է, որի համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ընդդուք մինչև սրբազանների ձերբակալություն։ Եվ ես չեմ մեղադրում ոստիկանին, ոստիկանների համար այսօր Նիկոլի թվին հայրենիքը իրենց գրբանն է տարել։ Հանուն փողի պատրաստ են նույնիսկ թռնելու ժողովրդի վրայից է։ Ես բոլոր հանրահավաքներին եղել եմ եւ ծեզ եմ կերես ոստիկանների կողմից նույնիսկ։ Մեր քաղաքում կա մի հատ Վարդան Ղուկասյան, որը կանգնած է բոլորիս թիգունքին։ Մեր ընտանիքների թիգունքին, մեր երեխաները ապահով են, պաշտպանված են այս հանցագործ երկրի ու քաղաքի մեջ։ Հանցագործությունից են խոսում, բայց ամբողջ օր կրագոցներ են։ Բայց Վարդան Ղուկասյանը մարդկանց որպերին որպանոցներ տեղավորեց, մարդկանց տներով ապահովեց, եկեղեցի սարքեց, ինչ է ուզածները։ Աջակցություն կհատկացնել ժողովրդին, այդ էլ կտրեց կառավարությունը։ Ինչ է ուզածը։ Թողիկ մարդը աշխատի։ Տեսովա թերությամբ Նիկոլ Քոչեչյանը իմ տաղու զովասները հարունը պեղձել է։ Դուք իշմար։ Թող կա թեմս կայնի մամ հետս խոսա։ Իմ տաղս իրական թե փարգե։ Քաղաքացիները փակ էին պահում քաղաքապետարանի բոլոր մուտքերը, փորձելով կանխել իրենց քաղաքապետին բերման ենթարկելու օպերացիան։ Այդ ընթացքում ոստիկանական ուժերը շարունակ համալրվում էին ու պարբերաբար բախումներ էին լինում իրավապահների ու քաղաքացիների միջև։ Ղուկասյանին բերման ենթարկելուց հետո Գյումրիի քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է սկսում, հայտարարել է երկրորդ քաղաքի փոխքաղաքապետը։ Ես չհասկացանք, էս ինչ է կատարվում, ինչ է ռեպրեսիա է։ Ով մեզ թեմ է, ուրեմն մեզ թշնամի է։ Չի կարելի, անընդունել է, ժողովուրդ ջան։ Սրբազանների կալանավորում են, մնացածներին ով մի բառ ասում է թարսով Հայաստանն է ուժում պաշտպանել, հայրենիքն է ուժում, խեղաթյուրում են բոլոր խոսքերը քաղաքապետին։ Քաղաքապետը ասում է միություն կազմեք, այո, հզորների հետ միություն, ասում է գուբերնիա կուզեք դառնալ, սուտ է խոսում։ Սա խոսությամբ հիմա էլի չեմ հասկանում ինչ գործ են կարել։ Ավետիս Առաքելյանը կարած գործ է անվանում հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթը, ըստ որի Վարդան Ղուկասյանը, գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ու եւս 6 մարդ մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու համար։
Ալբերտ Սրոպյան, Ալեքսանդր Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, գործադուլի մասին փոխքաղաքապետ Ավետիս Արաքելյանի հայտարարությունից ժամեր անց Գյումրիի քաղաքապետարանի Facebook-յան էջում հայտարարություն է տեղադրվել, որ համայնքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ Ջարդված պատուհաններ ու դռներ են իրենցից հետո թողել ուժայինները Գյումրիի քաղաքապետարանից հեռանալիս Վարդան Ղուկասյանի խորհրդականը, որ իրավապահների գրեթե 6 ժամ տևած գործողությունների ականատեսն է եղել, մանրամասներ է պատմել մեր թղթակիցներին։ Էդգար Ղուշյանն է ներկայացնում ռեպորտաժը։ Գյումրիի քաղաքապետարանը ուժայինների 6 ժամյա այցելությունից հետո ահա այս տեսքն ունի։ Այստեղ են կոտրել փաստորեն։ Դռներն ու պատուհաններն են ջարդել, որպեսզի կարողանան դրսում հավաքված բազմությունից աննկատ շենքից դուրս բերել Վարդան Ղուկասյանին։ Ոտքով դուռը կոտրում էին եւ այդտեղից փախցրեցին կովիդ ասած տարան քաղաքապետին, ուղղակի գողացան քաղաքապետին, ընդրված քաղաքապետին, ընդդիմադիր քաղաքապետին։ Ի վերջո հաջողվել է այս դռնից դուրս բերել քաղաքապետին։ Այստեղ էր խփում այդ աղացարականը, ստեյց են դուրս բերել։ Սա ժողովրդավարության դրսևորում է, ընդրված քաղաքապետին այս բռնարարքներով տանում են, հա։ Ասենք ծանուցում ուղարկեիք ձև կար։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետից ու գլխավոր ճարտարապետից բացի էլի ձերբակալվածներ կան։ Տեսնողներ են եղել, թե ինչպես են կարմիր բերետավորները ծեծելով տանում այդ մարդկանց։ Մարդիկ այնտեղ ասեցին, որ տեսել են, որ էլի տարել են, իդեպ քաղաքապետարանում գործողությանը զուգահեռ կարմիր բերետավորները մի քանի հոգու ծեծելով տարան։ Հարված է հասցված նաև ազգային ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանի աչքին։ Աղեկյանը, որ ուժայինների ամբողջ օպերացիայի ժամանակ շենքի ներսում է եղել, պատմում է, Վարդան Ղուկասյանը 2 անգամ փորձել է դուրս գալ, խոսել ժողովրդի հետ, չեն թողել իրավապահները։ Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն են փորձել տեսնել Ղուկասյանին, բայց ուժայինները նրանց չեն թողել մտնել քաղաքապետի աշխատասենյակ։ Ինքը շրջապատված էր 3-4 կարդոն աղացարականներով, որևէ մեկը չէր կարող իրեն մոդենալ։ Քաղաքապետի խորհրդականի համոզմամբ ԿՊԱ-ական իշխանությունը չի կարողանում մարսել ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը հանրապետության երկրորդ քաղաքում եւ փորձում է վրեժխնդիր լինել գյումրեցիներից։ Պատժվել է, չի ներվել ամենայն հավանականությամբ դա եւ այդ գործողությունը ես գիտեք ընթացքում չեմ հասցրել նայել Facebook-յան գրառումները որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ազգային ժողովի փոխնախագահի, այդ ինչ ուրախություն, այդ ինչ ցնծություն է, այդ ոնց են անտեսար 6 ամիս տևեց, դուք նայեք թե ուր ենք մենք հասել, էլի։ Էդգար Ղուշյան, Ալեքսանդր Սարգսյան, Հենրիկ Համազասպյան եւ Ելեն Յահինյան, Հայլուր։ Քիչ առաջ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են հակակոռուպցիոն դատարան, ինչպես արդեն ասել ենք, Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Շարունակենք քաղաքական հաշվեհարդար Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընդդիմությունն այսպես է գնահատում կատարվածը եւ նկատում, որ Ղուկասյանին քաղաքական ու հանրային դաշտից դուրս շպրտելու Փաշինյանի հայտնի հայտարարությունից 20 օր անց են իրավապահները գրոհել Գյումրին։ ԿՊԱ-ականները իրենց քաղաքական հոր ասացի ու Գյումրիում այսօրվա գործողությունների մեջ կապ չեն տեսնում։ Պետք է չխախտել օրենքը։ Չես համոզի ԿՊԱ-ականներին, որ վարչապետը անոնսել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի բանտարկությունը։ Հոկտեմբերի 1-ին խորհրդարանում կառավարության հետ հարց պատասխանի ժամանակ է Նիկոլ Փաշինյանը հայտարարել Գյումրիի ղեկավարին Փաշինյանի բառով Վարդանիկին Հայաստանի ինքնիշխանությունը իբր կասկածի տակ դնող հայտարարությունների համար պետք է դուրս շպրտել քաղաքական ու հանրային դաշտից։ Եվ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Փաշինյանի նյարդերը գրգռել է Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Հայոց պետականությունը պահելու համար պետք է որևիցե միության մեջ լինենք, որ թուրքերից, տափաստանային ցեղից պաշտպանվենք, ասել էր Գյումրիի քաղաքապետը։ Հերքել ԿՊԱ-ականների տարածած լուրերը, թե Ղուկասյանն ուզում է Հայաստանը գուբերնիա դարձնել, ոչ մի գուբերնիա, անկախ միության, անկախ անդամ, ընդգծում էր Ղուկասյանը։ Կա մի երկիր, որ միություն կազմած չի։ Հələ մի հատ անկախ մի պետություն ասեք, օրինակ Ռուսաստանը այսօր միության մեջ չի, Ամերիկան միության մեջ չի, Եվրոմիություն ասում է Եվրոմիություն։ Ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ու շպրտեցին Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը 20 օր անց Գյումրին արթնացավ իրարանցումով։
Քաղաքապետարանում 8 անձ է ձերբակալվել, այդ թվում քաղաքապետը խոշոր չափով կաշառք ստանալու մեղադրանքով։ Մինչև կալանավորումը բազմաթիվ քրեական գործեր կային նույն քաղաքապետի հետ առնչվող եւ իր շրջապատին առնչվող։ Բայց ինչու այդ բազմաթիվ գործերի մասին իրավապահները հիշեցին հենց Փաշինյանի հայտարարությունից հետո։ Հարցը մնում է անպատասխան։ Միամիտ մի եղեք, կատարվողը քաղաքական հաշվեհարդար է, ասում է ընդդիմադիր падգամավորը։ Չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավորն է, եւ դատախազն է, եւ քննիչն է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռի նստած մարդը հրահանգը տվել է, քննչականով, ԱԱՑ-ով, այսպես դիմակավորված ներխուժում են իրականացրել։ Սա քաղաքական հաշվեհարդար է, ինքը փորձում է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշակի ազդեցություն ունեն, եւ ընդդիմադիր որևէ մեկին ուղղակի չի հանդուրժում։ Փաշինյանը չի մարսել ոչ Փարաքարի, ոչ էլ Գյումրիի ընտրություններում ընդդիմադիրների հաղթանակ։ Աննա Գրիգորյանը հիշեցնում է, Փարաքարի համայնքապետը Վոլոդիա Գրիգորյանը սպանված է։ Մի դեպքում փաստացի ունենք սպանված քաղաքապետ ընդդիմադիր, մյուս դեպքում էլ Գյումրիի համայնքապետը Վարդան Ղուկասյանը փաստացի այսօր մինչև մենք խոսում ենք, չգիտենք ձերբակալվել է, կալանավորվել է թե չէ, բայց ակնհայտ է, որ process-ը դրան է գնում։ Հայաստան խմբակցության падգամավորը ենթադրում է, թե ինչու են այսպես ասած փրփրել իշխանականները։ Վաղաշապատում կայանալիք թիմ ընտրությունների նախաշեմին փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի իրական մրցակիցներ չլինեն, դարձյալ ԿՊ-ն հաղթի։ 26 թվականի համապետական ընտրություններից առաջ որևէ հաջողություն ունենա, բայց ես կարծում եմ, որքան շատ լինեն նման ռեպրեսիաները, սա ուղղակի հակադարձ ազդեցություն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա։ Ընդդիմադիր падգամավորն ուզում է, որ վարչապետ Փաշինյանը հիշի ոչ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից, ոչ էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիից ուժեղ տղա չէ։ Քեզ նման բռնապետներն են անցել գնացել։ Այս ռեժիմը ավարտվելու է միանշանակ։ Որ այսպես չի մնա, ամենայն հայոց բանաստեղծը Թումանյանն էլ է ասել։ Հարցն այն է, թե ինչ կմնա Հայաստանից Նիկոլի թվից հետո։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համարոտ թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։ Մեր ձևով շարժումը արձագանքել է իշխանամերձ լրատվամիջոցի տարածած զայնագրությանը, որտեղ իբր 2 մարդ պայմանավորվում են գումարի դիմաց մարդ բերել հանրահավաքի։ ԱԱՑ Սպագևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբարով։ Եկեղեցուն պաշտպանելու հայտնի հարցազրույցից հետո կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները Կիրակի ուխտագնացություն են արել Մայրաթոր։ Ծախված իշխանությունը թող տեսնեն, որ մարդիկ լուրջ են, հետևողական են, ուշադիր են։ Նիկոլ Փաշինյանի հակա եկեղեցական այս արշավը ինքը որևէ լուրջ աջակցություն Հայաստանի ներսում թե առավելևս Սփյուռքում չի ստանում։ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսած Փաշինյանը աջակցություն է ակնկալում Սուրբ Աթոռից, ինչ են զրուցել Հայաստանի վարչապետն ու Հռոմի Պապը։ Համատարած ձերբակալությունների ֆոնին Բյուրեղավանում փոխհամայնքապետի եւ ավականու անդամի միջև դանակահարությամբ ավարտված ծեսկրտուքի մասին վախենում են խոսել բնակիչները։ Աստվածը սիրեք, անցեք, ես չգիտեմ։ Եվ այսպես իշխանամերձ լրատվամիջոցի տարածած զայնագրության վերաբերյալ հաղորդման հիմքով քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կիրակի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից կառավարվող լրատվամիջոցներ հրապարակել զայնագրություն, որտեղ իբր 2 մարդ պայմանավորվում են գումարի դիմաց մարդ բերել հանրահավաքի։ Մեր ձևով շարժումը արձագանքել է զայնագրությանը մի միջակ բեմադրիչ վաղուց ծանոթ ձեռագրով զայնագրություն օպերացիա է բեմադրել ըստ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի։ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող կայքում տարածված զայնագրությունները անպատասխան չի թողել մեր ձևով շարժման խոսնակը։ Ենթադրաբար ԱԱՑ Սպագևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբարով։ Մարիաննա Ղարամանյանի խոսքով մեր ձևով շարժումը որևէ կապ չունի զայնագրության մասնակից անձանց հետ, ամենայն հավանականությամբ զայնագրությունը բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է, գրել է Ղարամանյանը։
Դրանցում զրույցներ են այն մասին, թե իբր Սամվել Կարապետյանի ազատության պահանջով հանրահավաքներին մասնակցելու համար փողով մարդկանց են հավաքագրում, իսկ փողը տալիս է Ոմն Գևորգ, Սամվել Կարապետյանի հարազատներից։ Իշտում ես քաղաք մեր Գևորգն է կազմակերպում։ Գևորգ մեր Սամվելապարի։ Ավելի վաղ, մինչ ձայնագրությունների հրապարակվելը, հրապարակ թերթը գրել էր, որ շաբաթօրվա հանրահավաք երթից հետո իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր, այդ թվում ձայնագրություններ, որոնցով փորձելու են տպավորություն ստեղծել, թե մարդիկ փողով են հանրահավաքի գնացել։ 10,000-ը ես եմ ասելու Ագաֆից 20 օրս դա չի։ Հաստատ 10-ի բերում է։ Մեր ձևով շարժման խոսնակն արձագանքել է նաև մամուլի այս լուրերին։ Տարաբնույթ օպերացիաներ ծրագրելու փոխարեն իշխանությունը թող անվճար բենզինի պաշարներն ավելացնի, որովհետև մեր ձևով շարժումը կանգ չի առնելու։ Շաբաթօրյա հանրահավաքին ընդառաջ լրատվամիջոցները գրում էին, որ ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, պարալիզացվել է երթևեկությունը դեպի կենտրոն, խցանումներ առաջացնելով։ Ոչ միայն քաղաքական Շարժման խոսնակը չի զարմացել համացանցում հայտնված ձայնագրություններից։ Նրա խոսքով 30,000 մարդու մասնակցությամբ հանրահավաքից հետո իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցի դիմել։ Նման էժանագին հնարքներով նրանք պարզապես վիրավորում են հրապարակ եկած մեր տասնյակ հազարավոր ազնիվ քաղաքացիների արժանապատվությունը, իշխանությունների անհանգստությունը հասկանալի է, երկրում այդքան սպասված փոփոխությունների հույսը հասարակությունը կապում է մեր ձևով ժողովրդական շարժման հետ եւ մենք արդարացնելու ենք այդ հույսերը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի կայքում հայտնված ձայնագրության վերաբերյալ հաղորդման հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, գրել է վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակը։ Քննչական կոմիտեն կայքին հայտնել է, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը։ Քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունի մեր ձևով շարժումը։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանի իշխանության հակաեկեղեցական արշավի թեժ պահին կիրակի երեկոյան հազարավոր ուխտավորներ միասնական աղոթք են արել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ու մասնակցել երեկոյան ժամերգությանը։ Մարդիկ Էջմիածին են գնացել մեր ձևով շարժման կոչով։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը, ասել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Լանա Համբարձումյանի ռեպորտաժը հոգևոր մայրաքաղաքից։ Մարդաշատ է Մայրաթորը կիրակի երեկոյան։ Հազարավոր հավատացյալներ են միացել մեր ձևով շարժման նախաձեռնած ուխտագնացությանը։ Մենք ստեղով մկրտվում ենք։ Մենք որ հանգուցյալ ենք ունենում, գալիս դիմում ենք քահանային, որ գա մեր հանգուցյալի թաղման արարողությունը կատարի։ Մենք մեր երեխուն բերում ենք ստեղ ենք մկրտում։ Կնունքները անում են ստեղ։ Թաղման թափորները, որ արարողությունները կատարում են մեր քահանաները։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք պարտավոր ենք որպես քրիստոնյա ազգ լինենք մեր եկեղեցու, մեր քահանայի կողքին։ Մարդիկ այստեղ են ասելու, որ իրենց եկեղեցու եւ հոգեվոր առաջնորդի կողքին են։ Այս մեր ուխտով եւս մեկ անգամ ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը կանգնած է եկեղեցու կողքին, հայ ազգը կանգնած է Մայրաթորի կողքին եւ թող X մարդիկ հստակ տեսնեն, որ մենք մեր Սուրբ եկեղեցու կողքին ենք եղել, կանք եւ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Ծախված իշխանությունը թող տեսնեն, որ մարդիկ լուրջ են, հետևողական են, ուշադիր են։ Եթե Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս մեր եկեղեցին, ուրեմն թող ինքը հեռանա, ասում են ուխտավորները։ Այս մարդիկ չեն թողել, որ եկեղեցուն որևէ մեկը կպնի։ Դրա համար էլ մենք պետք է եկեղեցին պաշտպանենք։ Եթե իրանց դուր չգալի մեր եկեղեցին, թող իրանք հեռանան մեզանից, թող հեռանա մեզանի քինակորչի։ Եկել եմ որ թափ-թփուկի դեմն առնենք Փաշինյանի, կանգնենք մեր Սամվել Կարապետյանի կողքին։ Ինչ ասեմ, ես մեր միակ հույսը մնացել է Սամվել Կարապետյանին, եթե դա չստացվեց, չեմ ասում թե ինչ պետք է լինի։ Սամվել Կարապետյանի եղբորորդին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասում է, եկել են աղոթելու հասարակության համերաշխության համար։ Երևի վերջնական համերաշխության մեր հասարակության
մեր հասարակության մեջ։ Սա առաջին, բայց ոչ վերջին ուխտագնացությունն է, վստահեցնում են մեր ձևով շարժման անդամները։ Կեղծիքը իշխանականների կողմից, երբ որ դաշտ է մղվում, ինչ որ նպատակներ ունի, եւ այդ նպատակները պարզ ու մաքուր չեն։ Եվ ցանկացած պարագայում մենք կանգնած ենք եկեղեցու կողքին։ Հիմա էլ ցույց ենք տալիս, որ եկեղեցին միայնակ չէ, որովհետև մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին պիտի պաշտպանված լինի իր հետևորդների կողմից, պիտի պաշտպանված լինի, որովհետև մեր ազգին համախմբող կառույցներից է։ Վեհափառ վանկարկելով մարդիկ սպասում են, որ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը դուրս գա վեհարանից։ Նրանք վեհափառ հայրապետին ուղեկցում են մայր տաճար։ Հայրապետական օրհնություն են ստանում ուխտավորները։ Միասնական աղոթք, ժամերգություն մայր տաճարում եւ հույս հավատ, որ Աստծո օրհնությամբ արդարությունը վերականգնվելու է։ Քաղաքական որոշումով կեղծ ու շինչ մեղադրանքներով ազատազրկում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Գարեգին Քահանա Արսենյանը, ազգային մեծանուտ բարերար Դիար Սամվել Կարապետյանը եւ այլ քաղաքացիական անձեր։ Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտավորներին կոչ է անում ամուր մնալ, չընկրկել դժվարությունների առաջ։ Մեր կոչն է մեր զավակներին, ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվել քաջության, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգացության։ Միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում։ Ի նշան վառ հավատի ու բարու հաղթանակի ուխտավորները լույսերով են շրջապատել մայր տաճարը։ Լանա Ամբարձումյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ֆոնին Նիկոլ Փաշինյանը կաթոլիկ քրիստոնյաների սրբավայրում սուրբաթոռում arczepiskopos Իգնատիոս Մալոյանի ու եւս 6 երանելիների սրբադասման արարողությանն է մասնակցել։ Այսօր Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ։ Այս այցը պատահական չէ քաղտեխնոլոգների կարծիքով, շատերի համոզմամբ Հայաստանի վարչապետը հակաեկեղեցական արշավի աջակիցներ չի գտնում Հայաստանում եւ Սփյուռքում եւ հույս ունի աջակցություն ստանալ Վատիկանից։ Այսօր հեծանվային լուսաբաց ունեցանք Հռոմ։ Նիկոլ Փաշինյանը հեծանվային լուսաբացերը Հռոմում համալրելուց հետո, Չելենտանոյի երգի տակ բոլորին սիրելուց հետո հանդիպել է Հռոմի Պապի հետ։ Ինչ են խոսել կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ու հայ առաքելական եկեղեցու դեմ մեծ արշավ սկսած Հայաստանի վարչապետը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության առանձնազրույցի ընթացքում Փաշինյանն ու Լևոն 14-րդը քննարկել են Սուրբ Աթոռի եւ Հայաստանի հարաբերությունները։ Քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունները, եւ կարծես ոչ մի խոսք Հայաստանում 3 սրբազանի կալանավորումից, հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության գործողություններից։ Հայաստանում հակաեկեղեցական արշավի ֆոնին Փաշինյանի այցը Վատիկան փորձագետները պատահական չեն համարում։ Կարծում են եկեղեցու դեմ գործողություններին Հայաստանում ու Սփյուռքում զորակցություն չստանալուց հետո Փաշինյանը հույս ունի Սուրբ Աթոռում աջակցություն գտնել։ Այս այցի նպատակը քրիստոնյա աշխարհի մի հատվածում աջակցություն ստանալն էր, քանի որ Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցական այս արշավը ինքը որևէ լուրջ աջակցություն թե Հայաստանի ներսում, թե առավելևս Սփյուռքում չի ստանում։ Փորձագետների տպավորությամբ Հայաստանի վարչապետը աջակցության կարիք ունի հատկապես հոգևորականների շրջանում։ Դրա համար էլ մասնակցել է Սուրբ Պետրոսի հրապարակում arczepiskopos Իգնատիոս Մալոյանի եւս 6 երանելիների սրբադասման արարողությանը Լևոն 14-րդի հանդիսապետությամբ։
Սա կաթոլիկ եկեղեցու ամենաբարձր հոգևոր արարողություններից է։ Երբեմն նաև կոնկրետ ցուցմունքները, որ տրվում էին նրանց կողմից, որը հիմք է հանդիսանում հետագայում arczepiskopos-ի օրինակ ձերբակալման, կալանավորման, դա բավարար չէ, դա լուրջ, այսպես ասենք, զինանոց չէ Նիկոլ Փաշինյանի համար, այդ իսկ պատճառով ինքը փորձում է լուրջ աջակցություն ստանալ երկրից դուրս հոգևորականության շրջանում։ Դժվար է ասել, արդյոք ստացել է Փաշինյանն այն աջակցությունը, ինչն այս պահին իրեն պետք է Հայաստանում հակաեկեղեցական արշավը ավարտին հասցնելու համար։ Համենայն դեպս փորձագետների տպավորությամբ նա դրա համար առավելագույնն արել է։ Այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ-կաթողիկե եկեղեցունքից Լևոնյան վարժարան, Իտալիայում Հայաստանի դեսպանատուն, շփվել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Մի խոսքով իր երկօրյա այցի ընթացքում Փաշինյանը հնարավոր բոլոր հանդիպումներն ունեցել է փորձագետների խոսքով կաթոլիկ աշխարհի հովանավորությունը ստանալու համար։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանները դիմել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ակնկալելով, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետությունների ներկայացուցիչները ուշադրություն կդարձնեն իրենց խոսքով իրավապահների ոչ իրավաչափ գործողություններին։ Փաստաբանները պնդում են, որ Կոչուբաևի իրավունքների կոպիտ խախտում է տեղի ունեցել, ձերբակալվել է ոչ իրավաչափ ձևով ասֆալտին փռելով։ Ըստ փաստաբանների կալանավորումը չունի իրավական հիմնավորում, ուղղված է հասարակությունում վախի մթնոլորտ ստեղծելուն, ինչպես նաև նպատակ ունի խոչընդոտել փաստաբանների մասնագիտական պարտականությունների ազատ իրագործմանը։ Մեկ գրառման կամ մեկ նախադասության համար մարդկանց բան տերտանելու իրավապահների գործելավոճը կարծես իր արատավոր հետքն է թողել Բյուրեղավանում։ Այսօր Կոտայքի մարզի այդ գյուղի բնակիչները տեսախցիկի առաջ հրաժարվել են պատասխանել փոխհամայնքապետի ու ավականու անդամներից մեկի միջև դանակահարությամբ ավարտված ծեծկրտուքի մասին մեր թղթակիցների հարցերին։ Երբ տեսել են, որ նկարահանում են Գայանե Մովսիսյանն ու Միլենա Պողոսյանը, վստահեցրել են, թե ոչինչ չգիտեն հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած մասին։ Վերջերս նմանատիպ միջադեպ էր եղել նաև Սվիտակում, քաղաքացին ահազանգել էր, որ բռնության է ենթարկվել ՔՊԱ-ական համայնքապետի կողմից։ Բյուրեղավանում վախի մթնոլորտ է։ Տեսախցիկներից փախչող մարդիկ պնդում են, ոչ տեսել, ոչ լսել են իրենց համայնքապետի տեղակալի ու ավականու անդամի մասնակցությամբ սկանդալային ծեծկրտուքի դանակահարության մասին։ Աստվածը սիրեք, անցեք, ես չգիտեմ, տեղեկություն չունեմ։ Ես դե չեմ եղել, տոշը տեղեկություն չունեմ, չգիտեմ արևս։ Չեմ լսել։ Շատերը հրաժարվում են նկարահանվել, վախենալով, որ մասսայական ձերբակալությունների ֆոնին մի օր էլ իրենք մի բառ ասելու համար կհայտնվեն ճաղերի հետևում։ Մարդիկ լեզվակռիվ են տվել, հաջորդ օրը իրար թուշ պաչել, պնդում են որոշ բյուրեղավանցիներ։ Իրականում ինչ է եղել հոկտեմբերի 15-ին կեսգիշերից հետո, որ բանը հասել է դանակահարության։ Բյուրեղավանում խոսում են, որ համայնքապետի տեղակալ Դանիել Դանիելյանը օրեր առաջ հողային հարցերի մասին տհաճ խոսակցություն է ունեցել Սուրիկ Թադևոսյան անունով բյուրեղավանցու հետ։ Վիճաբանության գիշերը դեպքի վայրում է եղել նաև համայնքապետի տեղակալի ընկերը, ավականու իշխանական անդամ Վարդան Սուքիասյանը։ Տեղեկություն կա, որ բռունցքներով իրար խփելուց, իրար վրա քարեր նետելուց հետո հենց ավականու անդամն է դանականել համաքաղաքացու վրա։ Նա փոքր վնասվածք է ստացել, 4 հոգու են իրավապահները ձերբակալել, այդ թվում համայնքապետի տեղակալին ու ավականու անդամին։ Քննչական կոմիտեից Հայլուրին հայտնում են, որ 4-ին էլ ազատ են արձակել երկրից չբացակայելու պայմանով։ Դանիել Դանիելյանն այսօր աշխատանքի է գնացել համայնքապետարան։ Մենք ոչ մի կապ չունենք տարածված լուրերի հետ։ Այս պահին իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով։ Ավելի տեղեկատվություն ես հստակ չեմ կարող ասել։ Միայն կարող եմ ասել, որ Դանիել Դանիելյանը այսօր աշխատանքի է եղել, մասնակցել է գործակարգավարական խորհրդակցությանը։ Դանիելյանի մասին ոչ մի վատ խոսք քաղաքում։ Մի հոյակապ մարդ է, մայրը դասատու, հայրը ճիշտ է շոֆեր է, բայց քաղաքավարի հարգված մարդ է։ Թե չդանել ինչյան ես մոտեցել եմ, բավարար արդյունք եմ ստացել։ Հիմա իրեն բավարարված է զգում նաև Քարաձորցի Գագիկը, որ օրեր առաջ կոկորդ էր պատրում, թե Սպիտակի համայնքապետը հենց համայնքապետարանի միջանցքում իրեն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, հետո ոտքով խփել։ Ու հազիվ է փախել համայնքապետարանից, որ չսպանի իրեն Քաջայր Նիկողոսյանը։ Իմ խնդիրները լուծել եմ ես։
Գագիկը պնդում է, դեպքից հետո համայնքապետի հետ խոսել է, իրար հասկացել են։ Ջրի վատ որակի համար էր նրան դիմել, խնդիրը լուծված է։ Կապվել է, խոսացել է, սաղ թամամա, սաղ նորմալ է։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Իդեպ հոկտեմբերի 15-ին վիճաբանություն ծեսկրտուք է տեղի ունեցել նաև Երևանում քաղաքապետարանի աշխատակցի ու մի քաղաքացու միջև։ Մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքապետարանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանման ՀՕԱԿ-ի այգեպան բանվոր 54-ամյա Իգոր Ղ. Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր հայտնում է, որ վիճաբանության ժամանակ նրան բռունցքով մի քանի անգամ հարվածել է Երևանի բնակիչ 23-ամյա Մայիս Ս. Նորից են կառավարություն գնացել Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները, նրանք գործադիրից հստակ պատասխան են պահանջում, թե ռուսական կողմի հետ ինչ փուլում են բանակցությունները, Դաշնության տարածքում 90 օրից ավելի մնալու արգելքը հանելու վերաբերյալ։ Անցած 5 շաբթի վարորդներին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր վստահեցրել, թե բանակցում են այդ հարցով։ Սաղը տղեկ, փակում ենք ճամփեքը, բոլորը իմացեք, եթե այսօր չպատասխանեն։ Խոշոր բեռնատարներով մայրաքաղաքի ճանապարհները սպառնում են կատվածահար անել զայրացած վարորդները։ Փոխվարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ կառավարությունում հանդիպումից կոնկրետ պատասխան չեն ստացել, թե ինչ է լինելու իրենց վերջը։ Մեր ձենը ոչ մեկ չի լսելու ստեղ։ 10 օրում արդեն 3-րդ անգամ են կառավարություն գնացել Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները, պարզելու թե բանակցում են ռուսների հետ, որ Դաշնության տարածք մեկ տարվա ընթացքում առավելագույնը 90 օր մնալու նոր կարգը փոխվի։ Ես կամ այն մեկ էլ շոֆերը չէր տակ բանակցենք։ Ունենք արտգործնախարար, ունենք էկոնոմիկայի նախարար, էսի իրանց մագարտակով գործ է։ Անցած 5 շաբթի այս մարդկանց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել էր, որ բանակցությունները վաղուց են սկսվել, բայց մանրամասներ չի կարող հայտնել, որովհետև դա կարող է վնասել գործին։ Հավատացեք, էլ սպասել չեն կարող դեպորտի վտանգի առաջ կանգնած մարդիկ։ Վախենում են նստել բեռնատարի ղեկին ու ճանապարհ ընկնել դեպի Ռուսաստան։ Ասում են Հայաստանի քաղաքացիություն ունեցող բոլոր վարորդները սպառել են մեկ տարվա ընթացքում Դաշնությունում 90 օր մնալու ժամկետը։ Այս տարեսկիզբին էր Ռուսաստանը միգրացիոն օրենքում փոփոխություն արել, ըստ որի օտարերկրացիները Դաշնության տարածքում ոչ աշխատանքային նպատակներով մեկ տարվա ընթացքում կարող են մնալ առավելագույնը 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Սա վերաբերում է նաև իրենց բեռնատարների վարորդներին։ Ժամանակ ա եղել, որ ես 40 օր, 45 օր կանգնել եմ Վլադիկավկազում, հերթ եմ սպասել, հիմա դեմն էլ ձմեռա։ Բռնենք թե ճանապարհը փակվեց ու ես մնացի Մոսկվայում։ Օրինակաբար Ռուսաստանը մնացել եմ Վլադիկավկազում հերթի մեջ։ Այդ ինչ որ մեկն ու մեկը դնելու է թե բան անի հաշվի, այդպես բան չեն անում։ Լոգիստիկ ընկերություններն արդեն վարորդների պակաս ունեն։ Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ անող Green Velogy ընկերության հիմնադիրի խոսքով իրենց վարորդներն արդեն Ռուսաստան մուտքի արգելք, դեպորտ ունեն, որովհետև 90 օրից ավելի են մնացել Դաշնությունում։ Հիմա մենք կանգնելու ենք շուտով խնդրի առջև, քանի որ մենք չենք ունենա այսպես հմուտ վարորդներ ու կարողանանք ուղարկել նորից Ռուսաստանի Դաշնություն։ Ով կմտածեր, որ հայ վարորդը Ռուսաստանում ելումուտի խնդիր կունենա, զարմանում են գործազրկության եզրին կանգնած այս մարդիկ։ Նախկին ժամանակներում սա զբան ընդհանրապես չեղի։ Ես 2000 թվականից Ռուսաստան գնում գալիս եմ, դա զբան չեղի։ Հələ հակառակը հայ էին տենում, ասում էին հայ ազգուշ եղեք կամ հարգեք։ Իսկ հիմա հարգանք չկա։ Ու մի քանի տարի է այդ հարգանքը որ չկա։ Այնքան որ աշխատում ենք մի կերպ։ Կառավարությունից վարորդներին խոստացել են մինչև օրվա վերջ պատասխանել, թե ինչ փուլում են իրենց հարցի լուծման համար բանակցությունները։ Հիասթափված վարորդները սակայն իրենց բողոքով հասել են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, հույսով, որ այնտեղ իրենց մի կոնկրետ բան կասեն։ Ասում ամենակ նամակ գրեք, գցեք ящիկը։ Всё։ Հույս ունեն, որ ռուսները գոնե կկասեցնեն հետագա դեպորտների շարքը։ Էդգար Ղուշյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջում տեղափոխվենք հակակոռուպցիոն դատարան, ուր տեղափոխել են Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ինչպես տեսնում եք, շենքի մուտքը շրջափակել են բազմաթիվ ոստիկաններ։ Ղուկասյանի փաստաբանը ավելի վաղ հայտնել է, որ Ղուկասյանը չի ընդունում իրեն ներկայացվող կաշառք պահանջելու մեղադրանքը։ Նա նաև արձագանքել է քննչական մարմնի հրապարակած ձայնագրությանը, որտեղ գումարի մասին ինչ-որ խոսակցություն է վերագրվում Գյումրիի քաղաքապետին։ Ըստ փաստաբանի, այդ ձայնագրության մեջ խոսք չկա կաշառք պահանջելու մասին։ Արամյայիս Հայրապետյանի պնդմամբ հրապարակված ձայնագրությունը տարբեր խոսակցություններից կտրված, կպցված
հատվածներ են, որոշ նախադասություններ անգամ չեն լսվում։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ռեպորտաժի, կաշառքի այս գործը վերաբերում է ինչ-որ ապօրինի շինություն օրինականացնելուն, մինչդեռ ըստ փաստաբանի առնվազն 20 տարի առաջ Գյումրիում դադարեցվել է ապօրինի շինությունների օրինականացումը։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, այլ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Պարոն Հայրապետյան, միը ձեռնարկված այսպես են 7 անձինք, ինչ ձևով են կապում պարոն Ղուկասյանի հետ, ինչ կապերով, թելերով, գործողություններով։ Ոչ, եկեք տարանջատենք, էլի։ 7 անձանց, 7 դրվագներ են նկարագրված, ընդամենը մեկն է վերաբերում Վարդան Ղուկասյանին։ Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության համակիրները սկսեցին շտապել եւ կաշառքների շղթա ներկայացնել, թե իբր տեսեք, ես կամ ընդամենը մեկ դրվագն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, նորությունների սպասեք վաղվա Հայլուրի թողարկումների ընթացքում, իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։